խոշոր եւ ջրավոր կամ խոզ։ Ստեղ խփվում է, բարձրացվում է, քամվում է, մաշկվում է արդեն ստեղ։ Բայց մինչ այս գործողությունները սպանդանոց ընդունված անասունին զննում է բժիշկը տալիս առաջին ձևը, որը մորթի թույլտվության հիմքն է։ Բաղրամյան գյուղի սպանդանոցում կառավարության չափորոշիչներով հաստատված բոլոր պայմանները ապահովված են, մասնագետները պատրաստ, սակայն հիմնականում իրենց տնտեսության խոզերի մորթ են կատարում։ Գյուղացիները գրեթե չեն դիմում, դսից շաբաթը 1-2 անգամ են անասուն ընդունում։ Այն ինչի որ սպասում ենք, այն ինչ որ պետությունը ակնկալում, այն ինչ որ ուզում է կատարի, այդպես չկա, ասեն գյուղացին չի բերում, գերադասում է իր բակում մորթի վաճառի։ Արտաշատ համայնքում ունենք 2 սպանդանոց, որոնց հետ եռակողմ պայմանագրերը կնքված են, սպանդանոց, համայնք եւ էկոնոմիկայի նախարարություն, սակայն դեռ այս փուլում մենք այն եզրահանգմանը չենք եկել, որ գյուղացիական տնտեսությունները իրենց մորթը կազմակերպեն նշված սպանդանոցներում։ Քանի որ տեղափոխման խնդիրներ են առաջանում։ Արման Եփրեմյանը երկար տարիներ անասնապահությամբ է զբաղվել։ Տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզում, անասունների մորթը միայն սպանդանոցում է իրականացնում, բայց դժվարությամբ ու տնտեսական կորուստներով։ Ոնց որ ստրեսի ես ենթարկում այդ անասուններին, իրանց խփում են էսկոմենկոմ կապտում է, հետո պրոբլեմա դառնում մսի համար, բայց ընդհանուր ինքը վատ բան չի բոյնիներ, էլի ես գտնում եմ ավելի մաքուր է, հիգիենիկ է։ Ուղղակի պիտի պայմաններ ստեղծվի, կարելի է հենց անել, մեքենաներ լինեն, այդ մեքենաներով գային, այդ տեղում հենց այդ մորթը կազմակերպեն։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում կա 123 գրանցված սպանդանոց, կեսից ավելին ծառայություն մատուցողներ են, մնացածը ներտնտեսային։ Միայն Շիրակի մարզում պահանջարկի բացակայության պատճառով չեն գործում ծառայություն մատուցող 3 սպանդանոցները։ Շիրակի մարզում ունենք հայտեր Ախուրյան համայնքի կողմից, որ ուզում են սպանդանոց կառուցել, ինչպես նաև Աշոտսկ համայնքում։ Գյումրիում մասնավորապես ունենք մսավաճառ, ինքը պարբերաբար ենթարկվել է վարչական պատասխանատվությամբ տեսչության կողմից, առանց սպանդանոցային ցակման միս վաճառելու համար ունեցել են կարգավորումներ եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Այդ մարդը հիմա արդեն հայտ է ներկայացրել, ուզում է սպանդանոց կառուցի։ Մարզի համայնքների կողմից պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով, որոնք թույլ է տրվում նաև համայնքներին ձեռք բերելու շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ, մարզի համայնքների կողմից իրականացում են աշխատանքներ սպանդանոցներ ձեռք բերելու նպատակով։ Այս պայմանությամբ Աշոտսկի կողմից արդեն ստորագրվել է մատակարարման պայմանագիր, որպեսզի ներկրվի եւ արտաքույր բնակավայրում տեղադրվի շարժական մոդուլային սպանդանոց։ Գյուղացիները մորթն իրականացնում են Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերում, վստահեցնում է գյուղվարչության պետը, հույս հայտնում, որ շարժական սպանդանոցներն արդեն իսկ այս տարվա ընթացքում կսկսեն գործել։ Էկոնոմիկայի նախարարությունը նաև աջակցության ծրագրեր է իրականացնում, ինչպես կենդանիների տեղափոխմանը, այնպես էլ սպանդանոցներ հիմնելուն ուղղված։ Մենք փորձում ենք բնակիչներին բացատրել, որ սպանդանոցում մորթը իրականացնելուց պետությունը տրամադրում է նրանց սպանդ իրականացվող անասունի գլխաքանակի համար չափաբաժնով որոշակի գումար, որը որ վերջին կնքվող պայմանագրերով հստակ նշված է։ Եթե մենք պատշաճ կերպով ծանուցենք գյուղացիական տնտեսություններին, որի ուղղությամբ մենք տանում լայն աշխատանք, ինձ թվում է որոշակի փոփոխություններ իրականացվում։ Մինչև 75% ավելացված արժեքի հարգի հետ վերադարձ, ինչպես նաև բոլոր այն սպանդանոցները, ովքեր ծառայություն կմատուցեն գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին, կստանան մորթի գումարի սպանդանոցային մորթի գումարի փոխհատուցում, բայց ոչ ավել քան 10,000 դրամ։ Աջակցության ծրագրերը մի կողմից, տեսչական մարմնի ստուգումները մյուս կողմից ուղղված են անասունների մորթի համար գյուղացուն սպանդանոցներ ուղղորդելուն, բայց անասնատերերը դրանից խուսափելու տասնյակ պատճառներ են գտնում։ Մեր հորդորը խնդրանքը մեր ազգաբնակչությանը, մեր սպառողներին, որպեսզի ձեռք բերեն միմիայն սպանդանոցային ծագման միս, դրանով իրանք իսկ կնպաստեն, որպեսզի այս կուլտուրան մեր երկրում զարգանա։ Բայց ստուգումների արդյունքում սառույցը տեղից շարժվել է, նշում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը համեմատում։ Անցած տարեվերջին Երևանում կառույցն իրականացրել է 4-ից 5 տոննա մսի առգրավում, իսկ այս տարվա սկզբին իրականացված մշտադիտարկումների արդյունքում առգրավել է մոտ 2 տոննա միս։ Վարդուհի Արզումանյան, Քրիստինա Մկրտչյան, Դավիթ Մաչկալյան, Մարտին Գևորգյան, լուրեր։